Սկսեմ ֆինանսական, այսպես ասած, գայթակղությունից, սա նորություն չէ քրիստոնյա մարդու համար, ողջ քրիստոնեական աշխարհի համար, ովքեր չգիտեն, թող Հիսուս Քրիստոսի փորձությունները կարդան անապատում, որտեղ չարը Քրիստոսին իր դաշտ բերելու համար 3 փորձություն առաջարկեց, որոնցից մեկը շահն էր, մյուսը հացն էր, մյուսը հրաշագործ լինելու այդ հանգամանքներ, եւ երեքն էլ բնականաբար Հիսուս Քրիստոս մերժեց։ Հիմա նորից չմոռանալով հոգևոր դաշտը, պիտի ասենք, որ նորից նույն մեթոդներն են, կարծեք թե դաշտ նետված։ Վերջի վերջո բոլորը թող իմանան, որ հայ հոգևորականը գործի չի գնում։ Մենք չենք ասում ես գնացի գործի, իմ գործը չի սկսում ժամը 9-ին եւ ավարտվում ենթադրենք 18:00-ին։ Երբ որ ես մտնում եմ հոգևոր ասպարեզ, իմը ծառայություն է։ Եվ ես չեմ ծառայում գումարի համար, որ ինձ գումարով էլ փորձեն գայթակղել։ Ուրեմն, եթե այդ փորձերն անում են լավ հովվի նկատմամբ, բարոյական նկարագիր ունեցող հոգևորականի նկատմամբ չարաչար պիտի սխալվեն, ինչը տեսանք, որ չարաչար սխալվեցին։ Այստեղ մի ուրիշ շատ կարևոր բան կա։ Երբ որ գնդերեսների ինստիտուտը գնդերեսներին դուրս բերեցին զինվորի կյանքից, այսպես ասենք, հազարավոր զինվորների ու սպաների կարծիքը հաշվի առան, ես խիստ կասկածում եմ, որովհետև մենք փառք Աստծո ճանաչում ենք շատ ու շատ սպաների, զինվորների, որոնց կարծիքը եթե հաշվի առնեին, գնդերեսները իրենց ծառայության մեջ կլինեին։ Ուրիշ բան, բանակում ովքեր են ծառայում, բանակում բոլորի տղաներն են, չէ՞ ծառայում, անկախ նրանից, թե ինչ քաղաքական հայացքներ ու մոտեցումներ ունենք։ Ես հոգևորական եմ, իմ տղան էլ է ծառայում կամ պիտի ծառայի, այլ կուսակցություն դավանող մարդու տղան էլ պիտի ծառայի, այդ գնդերեցը, սարկավակ, վարդապետ կամ քահանա, այդ բոլոր տղաների եղբայրն ու հայրն է եղել միշտ, ինքը չի հարցրել դու ինչ քաղաքական կողմնորոշում ունես։ Այդ գնդերեցը բազում վեճեր է հարթել, բազում խոստովանություններ է լսել։ Ուրեմն հիմա թող կողմնորոշվեն, եթե ասում են դեմոկրատիա կամ մարդու իրավունքներ, հաշվի առան այդ սպաների եւ զինվորների կարծիքը, որ գնդերեսներին դուրս բերեցին։ Թերացել էին այդ գնդերեսները իրենց ծառայության մեջ։ Հիմա մենք գնդերես եղբայրներ ունենք, ես ինքս գնդերես չեմ եղել, բայց պատերազմի ժամանակ, խաղաղ ժամանակ մեր հոգևորականները ուղղակի մեր զինվորների կամ սպաների կյանքում տեղ ունեն, բարեկամներ են, շատ օգտակար են եղել, ինքնանպատակ չի եղել, երբ որ որոշում է կայացվել պաշտպանության նախարարի եւ վեհապարի կողմից, որպեսի գնդերեսների ինստիտուտը լինի բանակում։ Ուրեմն հաշվի չեն առել մարդկանց կարծիքը, հաշվի չեն առել կարևորությունը, այսպես ոչ ազնիվ մեթոդ է դաշտ նետվում, որը փողն է, որ մենք ուղղակի մերժում ենք դա, որովհետև մերը ոչ թե գործ է, այլ ծառայություն, ինչպես ասացինք, եւ որ իրենք իբրև թե մեր գնդերեսները չեն ենթարկվել։ Ո՞վ է ասում։ Այսինքն գնդերեսները երբ ուզել եկել են զորամաս, երբ չեն ուզել չեն եկել զորամաս։ Նորից հերթական անգամ ես կօգտագործեմ զավեշտ բառը, հերթական անգամ կօգտագործեմ անիմաստ քայլ բառը, որովհետև բառակապակցությունը, որովհետև մարդու իրավունքից, մարդու կարիքից չի բխում սա։ Սա տպավորություն է, որ ինքնահնար ինչ որ մոտեցում է, որ վնասում է մեր զինվորականներին եւ սպաներին։ Ես ասել եմ, մեր հոգևորականները խնդիր չունեն աղոթելու։ Մենք բանակում չենք աղոթի,
դուրսը կաղոթենք, եկեղեցիներում կաղոթենք, թեմերում են հիմա ծառայելու մեր գնդերեցները, բայց ուղղակի այդ մարդկանց վնաս հասցվեց, բանակին վնաս հասցվեց։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։